Թալին համայնքում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները, որոնք համայնքի գյուղատնտեսական տարվա կարևորագույն փուլերից են։ Նախնական տվյալների համաձայն, այս տարի համայնքում նախատեսվում է իրականացնել ավելի քան 2500 հեկտար գարնանացան։ Աշխատանքների 95%-ից ավելին իրականացվում է բուսաբուծության աջակցության 2026 թվականի պետական ծրագրի շրջանակում։ Պետական ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվել պետական օժանդակությունից և նվազեցնել ծախսերը։ Համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից իրականացվել են ակտիվ իրազեկման աշխատանքներ տարբեր բնակավայրերում, հանդիպումների և խորհրդատվությունների միջոցով բնակիչներին ներկայացնելով ծրագրի հնարավորությունները և մասնակցության պայմանները։ Արդյունքում արձանագրվել է գյուղացիական տնտեսությունների լայն ներգրավվածություն ծրագրին։ Գարնանացանի ընթացքին տեղում հետևել են Թալինի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները բաժնի ղեկավար Սևակ Սիմոնյանի գլխավորությամբ։ Այցերի ընթացքում գնահատվել են աշխատանքների կազմակերպվածությունը, տեխնիկական ապահովվածությունը, ինչպես նաև սերմացուի և հողերի պատրաստվածության վիճակը։ Ներկայումս իրականացվում է նաև մոնիթորինգ 2025 թվականի աշնանացան ցորենի ցանքատարածությունների վիճակի և զարգացման ընթացքի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս գնահատել բերքի սպասվող արդյունքները և ժամանակին արձանագրել հնարավոր խնդիրները։ Թալինի համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն աջակցել գյուղատնտեսության զարգացմանը, խթանելով պետական ծրագրերի կիրառումը և ապահովելով ոլորտի կայուն զարգացումը համայնքում։